Բարի օր ժողովուրդ ջան։ Լսեցի Քոչարյանի արտահայտությունները, արտահայտած մտքերը Պետրոսի մոտ։ Խոստովանում եմ, ամբողջովին չեմ լսում։ Ես դրան չեմ լսում։ Բայց այդ հատվածը լավ պատտվում էր։ Որ ասում եմ, ես այդ պատերազմը մի հատ զանգով կկանգնեցնեի։ Նույնիսկ ես վստահ ասում եմ, այ մարդակեր, պատերազմը մի հատ զանգով այտենց կանգնացնում է, այն տվարը, ով որ սկսել է այդ պատերազմը, ով որ այդ պատերազմը հրահրել է, այսինքն դու Պուտլերը պայմանավորվել էիք, քսի էիք տվել, շուտ կանաչ սվետաֆոր էիք միացրել, դուք այդտեղ սվետաֆոր էիք, էլի։ Ու դուք մի զանգով կարար սվետաֆորը դարձնեիր կարմիր։ Հա։ Լավ, տես, ինքդ ես ասել, ես չեմ ասում, որ դու մի զանգով կարար այդ պատերազմը կանգնեցնեիր։ Հիմա հարց, ինչի չես կանգնեցրել, ինչի ես թողել, որ ազգդ կոտորվի, կարելի է մի հատ իմանալ, հաճույք էիր ստանում, թե ոնց է երկիրը վառվում, հաճույք էիր ստանում, թե տղերք ինչ արուն էին թափում, հա, լավ էլ պրիզնատ ես եկել, տխյա ժողովուրդս բարկանում չեմ հասկանում, նստել ես պրիզնատ ես գալի, թե դու ով ես, կամ են տակաշորը, որ հելավ ելույթ ունեցավ, մենք Արցախը չենք կարող հետ բերել, ինչ եք ասում, իսկ Արցախը ձերն էր, կամ այդ խիչ եք կարող հետ բերեք ամոթ չլինի հարցնելը, հա, բա քանի տարի ժողովրդին կուտ եք տալի, թե բա Արցախը մերն է, հետ ենք բերելու եւ այլն, հիմա արդեն ստիպված պրիզնատ եկաք, որ չեք կարողանալու հետ բերեք, հա, Արցախը ձերը չի եղել, Արցախը եղել է ձեր լվացկատունը, հիմա արդեն չեք կարան դե փողեր լվակ, ասում ես Նիկոլը ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ ու դրանով հրահրեց, դնեմ մի կողմ եմ Պուտլերդ, որ միշտ էլ ադրբեջանցու կողքն եղել, ոչ թե մեր, ժամանակա որ մեզ ձեռ չի տվել, որովհետև հանքերը լավ կերել է Արցախի, քեզ էլ գրոշները գցել է միլիոններ ես աշխատել, բա ինչ կանեիր։ Դու չես ասել, որ Արցախը Հայաստան է, հա։ Ումից դու Հայաստանին ասում ես, Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ուրեմն հույս մի պահիր, որ որևէ կերպ բանացային ճանապարհով դու կարող ես ինչ որ բան ստանալ։ Այդպիսի բան ոչ ոք չի արել։ Ոչ երրորդ նախագահ, ոչ ես, ոչ առաջին նախագահ։ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է։ Карабах является неотъемлемой частью Армении. Это должно войти в наше сознание. Այդ ոնց եղավ որ այդ ժամանակ չհրահրվեց։ Այդ ոնց եղավ որ այդ ժամանակ Պուտլերը կանաչ սվետաֆոր չմիացրեց, որտեղ դու նախագահ էիր, ինքը փողեր կպցնում, դու էլ կողքիդ օգտվում, չէ՞։ Ժողովուրդը սա պետք է հասկանա։ Լսար, դե լավ հիշեցի։ Ու ժողովուրդը էլ թող իմանա, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ արտահայտությունը չի կարա բերի պատերազմի, չի կարա։ Իմ կարծիքով դու էսի պլանավորել էիր հենց այն օրվանից, երբ որ Նիկոլ Փաշինյանը դարավ վարչապետ։ Հենց այն օրվանից, որ ժողովուրդը սելավ հեղափոխություն արեց ու մերժեց ձեզ թալանչիներին։ Դուք ուղղակի արուն թափեցիք, հայի արուն թափեցիք, զուտ նրա պատճառով, որպեսի գաք վլաստի։ Ու հիմա էլ հավաքել ես այդ ժողովրդին, ասում ես Արցախը չենք կարող հետ վերենք, ինչ եք ասում։ Թե չէ Արցախը քոնն էր։ Լսեք այ կալխոզնիկներ։ Հենց հիմա նայում եմ Ռուսաստանին, դժվար վիճակին, դրա գյուղերի վիճակին, դրա ռայոնների վիճակին, ինչքան բենզին ու գազ կտրակացնում է ուկրաինացին, ավիրում է էկոնոմիկան։ Հիմա արդեն մեր նացիոնալնի բանա սկսել, Ռազդիլիայի վլաստը հիշում ես, Քոչո։ Այն որ Արցախցի ու Հայաստանցի էս արե ժամանակին, այն որ Ղարաբաղցին գալիս էր ասում էր, խի Քոչարյանը մեռել է, որ մեզ կանգնացնում եք։ Հիմա էլ մի հատ քոնոմանակա քեզնից ցրթածը հելել ասում է արցախցիները պետքա իրանք պաշտպանեն, ես ինչ հալ ենք մենք, ես ինչ օր ենք, ինչ օր ես, այդ տխմար, ինչ օր ես։ Դու լվատորը չգիտես ինչա։ Գնա Ղուրբաների Նիկոլի ոտերին, որ հիմա ամեն ձևի ձեզ ապահովում է։ Հələ մի հատ հարց եմ ուզում տամ։ Հանգարց մեր գլխին հետոյի նգար, մենք գային Ղարաբաղ, տեղափոխվեինք, ինձ հետաքրքիր է ոնց էիք ընդունելու, ինձ հետաքրքիր է այս հոգնածը որ նստած այդպես ոռնում է, ինչ էր անելու այդ ազգի համար 0 ամբողջ ազգը ցվրվելու էր աշխարհով մեկ, սփռվելու էր նորից, երկրորդ գենոցիդներ ելնելու։ Ինքնությունը պաշտպանենք, հելնեիք պաշտպանեիք։ Հիմա էլ կախվել եք Նիկոլի բառերից, թե բա խի ես չեմ եղել, խի դու չես եղել, բա ճիշտ է ասում։ Բա ճիշտ է ասում, այդ ոնց է ստացվում, որ ձեր այդ վլաստի թուլեքը սա ողջ են, իսկ հասարակ Արցախցին մահացել է։ Հայաստանի տղերքը մահացել են։ Ոնց է այդպես ստացվում, հա։ Ու դուք այդ չմոներ, կամակատարներ, կալխոզնիկներ, ուզում եք իմ երկիրը տանեք կալխոզ սարքեք, հազիվ ազարգանում։ Ես գտնում եմ, որ միայն տխմարը, ձիգզողը կգնա սրանք կընտրի։ Մենակ ամենավերջին աննասունը
կարա գնա այս հարցազրույցից հետո, որ ոչ մի հարցին նորմալ չի պատասխանել, ոչ մի կարևորագույն հարցերին ստույգ պատասխան չտվեց, կռուտիտ մուտիտ անելով, ճակերտավոր դաշնակցի բոլոր գործողությունները արդարացնելով, ուզմատանի իմ երկիրը մտցնի նորից Ռուսաստան սարքի, ով սրան ընտրեց, ես գտնում եմ, որ դա ամենաանասուն տխմար, այդ չեմ ասում, որ ծախված շունը կգնա սրան ձայն կտա։ Ճիշտ ես ասում։ Դու պատերազմը կարայիր կանգնացնեիր, որովհետև դիրիժորը դու էիր, մեկ էլ քո նման մի հատ քոնտի կա Ռուսաստանում վերընկած։ Դուք էիք։ Դրա համար էլ կարող էիք կանգնացնեիք։ Всё понятно։ Ու հիմա էլ մարդիկ կան, վրդովված ասում են, ես չեմ ծախվելու։ Գնում են ապահովագրությունով այդ թոշակառուների իրանց աչքերն են օպերացիոնում, ասում են ես միլիոն դրամի համար չեմ ծախվելու, չեմ ընտրելու Նիկոլին։ Այդ ծախվածներ, այ անուղեղներ, դե արում մի ասա։ Այդքան համով ուտում եք, հա, որ ադրբեջանցիները գալու են ստե։ Մենք էլ ստե բան լոխ ենք, էլի, հա։ Ադրբեջանցիները 300,000 գալու են, մենք էլ ստե լոխ ենք։ Ու ես գտնում եմ, որ լյուբոյ մարդ, ով էս արտահայտությունը անում, հա, պետք է դատվի, որ մնացածին դաս լինի։ Նման տխմար մտքեր առաջ բերողների համար դաս լինի։ Քոչողլի, լսի։ Ճիշտ է, շատ միամիտ մարդկանց ուղեղներ կերար։ Այս 300,000-ով Սամոյի ու Դոդի հետ բերիկ քցիկ ժողովրդի ջանին այս միտքը, բայց միևնույնն է։ Դուք ձեր նպատակին չեք հասնելու, դուք վլաստ չեք լինելու, թույլ չենք տալու, հասկացաք։ Ժողովուրդ ջան, կանգնում ենք։ Մեր պետության թիկունքին, խաղաղության թիկունքին ապրում արարում ու զարգանում ենք։ Թքած սրանց վրա։ Ինչ ուզում են թող ոռնան։